Երաշտական դպրոց են գնում, ճանապարհ չկա։ Մեզ պետք է որ ճանապարհը պատրաստ լինի, որ կարենան գնան։ Հիմա վախենում ենք այդքան երկար ճանապարհը ոտքով գնում են։ Ոնց ուղարկենք։ Դպրոց էին գնում, էլի գոնե հասցնում էին երաշտական գալիս էին, բայց հիմա տաքսիներին մի քիչ դժվարանում ենք, բոլորն էլ գիտենք, որ դժվար է, հա։ Ես երկու թոռ եմ ուղարկում, մեկը երաշտական դասիցը շուտ էր պրծնում, տարբեր ժամ էր անում։ Մի հատ տաքսիով գնում, մի հատ հետ է գալի, իսկ մյուսը ֆուտբոլի է գնում, նորից հետ գալի։ 2000 դրամ այդ օրը մեզի տրանսպորտին բավական չի, կարելի ասել։ Հիմա մեր համար ավելի լավ կլիներ, որ ճանապարհը մեր այդ կամուրջը։ Մենք էլ արխային մեր երեխեքին ուղարկեին, գնային իրանց դասերն, պարապմունքներն հետ գային։ Դա մեր խնդրանքն է դա, որ մեր կամուրջը աշխատի, մենք կարենանք, ոտքի կամուրջը աշխատի, կարենանք գնանք հետ գանք։ Էդ է մեր խնդրանքը։ Ծերերը կան, խիչ են, մի անգամ կազմակերպում ծերերին կան այցելեն, ինչի կարիք ունեք, կամ ինչի կարիք չունեք, ու անտեսված, ու հմել, այո, մեղքը չեք մինը ինքը, մինը ես, իմ նման քանի հոգի կամ, ես չեմ կարի իմ շակալ դեղը ստանամ, իմ հարցին չի տալիս, իմ տղին չի տալիս, իմ ամուսնուն ես ուզում եմ տանին բուժարան բուժկետ, պետք է տաքսի կանչեմ, տաքսին էլ ասում ժամանակ չունեմ, մի ժամ սպասի, հիվանդը մի ժամ կարա սպասի։ Սնունդ են ուզում առնեն, տաքսով գնում են, կամ էլ ոտով, սկան կիլոմետրը չապած գնում են գալիս են, մեղքը չեն ես շոկով է։ Հա, մարոժն էլ կարոտ։ Հա, էլի ասեն կարաս մոտիկա խանութը ոտի ճամպովը գնաս, մոտիկ խանութից առնես վազելով գաս երեխեքը։